Ես քեզ ամեն գնով պաշտպանել։ Կամուստանաս ինձ հետ։ Սառավետիսի Արամյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքում եւ նրան դատապարտել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։ Պատժի սկիզբը հաշվել 2020 թվականի ապրիլի 20-ից։ Որոշման պահանջները հանձնարարել ուղեկցող ջոկին եւ Աբովյան քրեակատարողական հիմնարկին։ Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակման պահից 1 ամսյա ժամկետում։ Կդառնաս երեխեքիս մայրը։ Դու առանց իմ պատասխանը լսելու արդեն մատանին տեղավորեցիր մատից։ Որովհետև քո պատասխանը պիտի միայն դրական լիներ։ Մուրճի մի հարված ու ճակատագիրը ուրիշ ընթացք է ստանում։ Դու ուրիշ մարդ ես դառնում։ Չեմ հավատում, որ արևից, ազատությունից, հարազատներից ու երեխեքից հեռու ապրած դառ։ Ոչ պետք, դու հիմա տեսք իսրակ գլխի միջևս։ Ես քեզ խնդրում եմ, մերս տանգս անևս սիրտս, ուզում ես մեզ տանգ տեղանեն ինչ ջիրի իրանեքի։ Անգոտ սրտովս գնա։ Բարի օր։ Այ պապ ես քեզ խնդրում եմ էլի դու հիմա գնա հետո արի, կամ չէ ավելի լավ է գնա ու էլ մի արի, գնա մի արի։ Ինչի ես եկել։ Եկել եմ քեզ տեսնեմ։ Աստված ջան, ես ձեզ խնդրում եմ էլի դուք իրար մի տեսեք, պապ ջան գնա։ Կատաղում եմ։ Գիտեմ, բայց դե ես էլ չեմ դիմանում, կարոտը խեղդում է։ Եկել եմ բարեշե։ Եկել ես բարշե։ Կարոտը խեղդում է։ Ինչ ծաղիկ ես բերել, հա։ Ես քեզ ցույց կտամ։ Պախարակվեցի ամբողջ աշխարհով պախարակվեցի։
պահից հայտնվում ենք կարուսելի մեջ։ Այն շատ արագ է պտտվում։ Այնքան արագ, որ երբեմն գլխապտույտ ենք ունենում, բայց ոչինչ անել չենք կարողանում։ Այն մեր ցանկությամբ կանգ չի առնում, ու ոչ էլ թույլ է տալիս, որ մենք իջնենք։ Մեզ մնում է միայն լուռ պտտվել։ Իսկ երբ արդեն սովորած ենք լինում այդ ընթացքին անսպասելիորեն կանգ է առնում, հանկարծակի ենք գալիս։ Չենք հասցնում շունչ քաշել ու տեսնել իրականությունը, որի մեջ հայտնվել ենք։ Հետո գիտակցում ենք, որ մենք ենք կարուսելից դուրս մնացել կամ էլ մեր հարազատ մարդիկ։ Ու սկսում ենք շնչահեղձ լինել, չներել մեզ, մեղադրել։